Արմենն եմ, կարող եք ինձ հանդիպել, ամեն տալի գալիս թե ինչ-որ հիմա խոսում եմ։ Ես Angular-ի Google Developer Expert եմ, բայց JS-Conf դիկտատորան չի թողում, որ ես Angular-ի մասին խոսամ։ Դա համար կխոսանք Google-ի ուրիշ պրոդուկտի մասին, որը դրա համար կարող է ավելի exciting լինի։ Կխոսանք Gemini-ի մասին ու կխոսանք թե ոնց Node.js-ով ոնց որ AI capability-ներով զարգացած application-ներ սարքենք։ Ու ես ձեզ մի հատ խոսք եմ հիմա տալիս, որ ոչ մի հատ chatbot կամ ուղղակի տեքստ գեներացնելու ֆունկցիոնալ չենք անի այսօր։ Okay, կանենք ինչ որ ավելի հետաքրքիր բաներ։ Ունենք demo app, ունենք կոդ նայելու, բայց դեմից մի քիչ հասկանանք թե ինչ ենք ուզում անենք ու թե ավել ինչեր կարելի է անել, հա։ Ես շատ եմ JavaScript developer-ները շփվում, դա հասկանալի է, ու շատերը ոնց որ այդքան էլ իրականում մտած չեն AI development ինչ որ բանի մեջ, հիմնականում, որովհետև ինչ որ թերի պատկերացումներ կան ու մի քիչ ինչ որ տենց առասպելներ կան, հա, մի հատ հասկանանք թե ինչն է մեզ խանգարում, որ ավելի շատ ինչ որ AI-ով հետաքրքիր բաներ սարքենք, ու ել եմ ասում խոսքը մենակ chatbot-երի մասին չի։ Մարդիկ կան, որ անկեղծ մտածում են իրանց անպայման Python-ա պետք, իհարկե օգտակար է Python իմանալը հատկապես շատ ինչ որ advanced բաներ անելու համար, բայց այսօր կխոսանք նրա մասին, որ ինչքան թույն բաներ կարելի է անել ուղղակի մեր ոնց որ good old, հա, JavaScript-ով։ Մարդիկ կան մտածում են API-ները շատ թանկ են ինչ որ թեկուզ նույնիսկ ոնց որ բզբզալու համար, հա, ինչ որ գործեր անելու համար, իրականում մենք կարանք leak optimization-ներ անենք ու մենք կարանք օգտագործենք ոչ ամենաթանկ մոդելները, էլի բավականին լավ ռեզուլտատներ ստանալու համար։ Ու հա, ոնց որ ասեցի, լիքը մարդ մտածում է, որ դա AI-ը տեքստ է գեներացնում, ես կարող եմ ինչ-որ chat functionality անեմ, եւ իհարկե դա հաստատ top 1 ոնց որ feature-ն է, որ մարդիկ implement-ում են, բայց մենք այսօր կխոսանք լիքը ուրիշ ուժեղ բաների մասին, որոնք առաջ մինչև այս LLM-ները ու այդ API-ները բարդ էր անելը, բայց այսօր արդեն դա անելը բավականին հեշտ է, բոլորս կարանք անենք, հասկանանք ոնց ենք անում։ Խոսանք արդեն խորանանք նրա մասին, որ մենակ text կամ code generation task-երը չեն, որ AI-ով այսօրվա դրությամբ կարելի է մեր application-ների մեջ ինտեգրել։ Okay։ Ինչ կարանք մենք սարքենք, կարանք սարքենք semantic search, այսինքն մենք կարանք սարքենք ինչ որ որոնողական ֆունկցիոնալություն, որը մենակ keyword-ների հիման վրա չի, այլ բառերի իմաստային կոնտենտի վրա է հիմնված, այսինքն user-ը կարա գրի ցանկացած տեքստ, որը ընդհանրապես չի բռնում մեր dataset-ում, database-ում ունեցած որևէ տեքստի հետ, որպես keyword-ով, որպես բառով, բայց իմաստային բռնում է, ու մենք տենց կարանք գտնենք ինֆորմացիա ու user-ին մատուցենք։ Կարանք օգտագործենք այդ NLP, հա, Natural Language Processing Capability ունի LLM-ը ինքը իրանով, ճիշտ է, ինքը կարողանում է հասկանալ լեզուն։ Մենք կարանք լեզուն, որը structured text չի, structured output-երի միջոցով սարքենք ինչ որ օբյեկտներ ու այդ օբյեկտների հիման վրա ոնց որ գործ անենք մեր JavaScript-ում։ Ու կարանք մի քիչ էլ ավելի շատ խորանանք, մի քիչ սովորենք, ասենք machine learning-ի մասին, օրինակ ասենք classification անել ինչ որ տեքստեր, հասկանալ այս տեքստը սրա մասն է, այն տեքստը նրա մասն է, դրա հիման վրա օրինակ ինչ որ գործողություններ անենք մեր application-ների մեջ։ Ինչ ենք իմանալու ենք embedding-ների մասին, եթե բան չեք, այսօր ինձ հետո սկսած հայ embedding-ների մասին խոսալու եք, ես մի հատ կասեմ այդ embedding-ը որն է, հետո այսօր սաղորը կլսեք էլի embedding-ների մասին, ինձ թվում է structured output-ների մասին էլի, եթե չգիտեք, LLM API-ները թույլ են տալիս structured output-ներ իրանցից ստանալ առանց խնդրվելու, ու մեկ էլ կխոսանք մի հատ machine learning algorithm-ի մասին, որը օգտակար է, որը կարելի է JS-ով անել, logistic regressiya-ի մասին ու ոնց էդի embedding-ներով կարելի է կազմակերպել շատ ինչ որ օգտակար բան ստանալու համար։ Մինչև կանանք խոսանք embedding-ների մասին, խոսանք վեկտորների մասին, հա, դպրոցում անցել ենք վեկտորներ, ով է հիշում ձեր բարձրացրեք վեկտորը որն է։ Հա, աղագին մարդ հիշում է վեկտորը որն է։ Շատ լավ։ Վեկտորը այդ ընդհանրապես մենք այդ ծրագրավորող ենք, եկենք կանոնը դնենք թվերի array, հա։ Ինքը կարող ունենա ցանկացած քանակությամբ թիվ, պոտենցիալ, կարող ունենա օրինակ մի էլեմենտ, բայց մի էլեմենտը որպես վեկտոր այդքան էլ օգտակար չի։ Ամենափոքր երևի օգտակար վեկտորը գոնե 2 էլեմենտ անոցն է, ինքը շատ օգտակար է, որտեղ մեզ թույլ կտա հեսա վիզուալիզացիաներ անել։ 2 dimensional, այսինքն 2 թիվ ունեցող վեկտորը մենք sense կարանք տենանք, որ ինքը 2 թիվ է, հա, երկուսը ինչ որ սլակներ են, իրանք ինչ որ տարածության մեջ գտնվում են, հա։
Վեկտորը կարող լինի նաև եռաչափ, հա, սենց էլ կարող ենք պատկերացնենք մեր կյանքում եռաչափ ենք մենք ամեն ինչը, հա, ոնց որ տեսնում եւ հասկանում։ Բայց կարող լինեն սրանից ավել, ուղղակի մեր ուղեղները դրանից ավել ոնց որ չեն կարող պատկերացնեն, նենց նկար չեմ կարող դնեմ, որ 4 չափանի վեկտոր տնակ, ուր մնաց 768 չափանի, հա։ Բայց վեկտորների հետ շատ հետաքրքիր բաներ կարելի է անել։ Գիտենք դպրոցից, որ կարելի է հաշվել իրենց միջև հեռավորություն, բանաձև կար դրան, եւ գիտենք, որ կարելի է հաշվել իրենց միջև նենց մի magnitude, հա, որը կոչվում է cosine similarity կամ կոսինուսային նմանություն, այնց վախենալու բառ է, բայց իրականում այդ երկու գծերը ստեղ որ տենում ենք, ընդհանրապես իրանց կազմած անկյան կոսինուսն է այդի։ Ու այդ թիվը ավելի փոքր է լինում, երբ որ ինքը ավելի հեռու է եւ ավելի մեծ է լինում, երբ որ իրանք ավելի մոտիկ են իրար, այսինքն որ անկյունը փոքր է։ Ու տենց մենք կարող ենք իմանանք, որ երկու վեկտոր իրար մոտիկ են կամ նման։ Այդ դեպքում մենք օգտագործում ենք similar բառը, հա, նման են երկու վեկտորները։ Բայց լավ, այս ամեն ինչի համար ենք ասում, որ JS-conf ենք եկել, հա, ինչ որ մաթեմատիկայից ենք խոսում, ինչի համար ենք խոսում դրա մասին։ Որտեւ այդ embedding-ները, որ ասենք embedding-ը իրականում վեկտոր է։ Վեկտոր է, որը large language model-ները կարողանում են մեզ գեներացնել տան, որը իր մեջ պարունակում է ինչ որ տեքստի իմաստ։ Հա։ Օրինակ Gemini-ն ունի embedding model առանձին API-ով, որը նույն ձև կարելի է քոլանել ցանկացած տեքստալ եւ ստանալ մեծ շատ մեծ վեկտոր։ Ինքը վերադարձնելու է by default 3076 չափանի վեկտոր, այդ այնց տարածությունա չեն կարող պատկերացնենք, բայց 3076 չափանի թվերի array։ Եվ այդ վեկտորները ունեն օգտակար հատկություններ։ Եթե լրիվ նույն տեքստը տանք, լրիվ նույն վեկտորն ենք ստանալու։ Այսինքն եթե տվել ենք hello, okay, լրիվ նույն embedding թվերն ենք ստանալու։ Եթե մենք տանք նման ինչ-որ տեքստեր, իրար իմաստային նման, ասենք hello ու hi, երկուսն էլ ինչ-որ բառավելու բառեր են, հոմանիշ բառեր են, իրանք շատ մոտիկ կլինեն։ Եթե մենք իրանց միջև հաշվենք կոսինուսային այդ նմանությունը, cosine similarity-ն, մենք կստանանք փոքր թիվ եւ կհասկանանք, որ իրանք նման են իրար։ Իսկ տարբեր արդեն շատ իմաստներով բառերը մենք կստանանք շատ իրարից հեռու վեկտորներ, cosine similarity-ն շատ ցածր վեկտորներ։ Օրինակ եթե գրենք hello, գրենք, չգիտեմ, Mongolia, դրանք իրար շատ քիչ կապ ունեցող բառեր են։ Եվ լավ այն է, որ ցանկացած տեքստ կարելի է տենց embed անել։ Կապ չունի տեքստի երկարությունը, կապ չունի չափը, կապ չունի մեջ ինչա գրած, մենք այդ տեքստի համար կարող ենք ստանանք embedding։ Ու այդ embedding-ը հեսա հասկանանք, թե ոնց ենք օգտագործում։ Հա, այս վիզուալիզացիա է, որ ասենք hello, hi, իրանց միջև անկյունը փոքր է, եւ API կա, կարող ենք call անենք, ստանանք embedding, ցանկացած տեքստի համար, ոնց ենք դա օգտագործում։ Gemini embedding-ները շատ լավ embedding-ներ է թույլ տալիս ստանալ, եւ ինքը արդեն բավականին advanced է, ինքը թույլ է տալիս ոչ թե ուղղակի ստանալ մի հատ embedding, այլ տարբեր խնդիրների համար տարբեր embedding-ներ է թույլ տալիս ստանալ։ Այսինքն, եթե ես ուզում եմ անեմ կլասիֆիկացիա, այսինքն հասկանամ տեքստերը ինչով են, ինչ կատեգորիայի են պատկանում, հա, այդ դեպքում ես կարող եմ իրան տամ, որ ես ուզում եմ classification vector, ու ինքը ինչ որ ձև tailor արած vector կտա, որը ավելի հարմար է տենց task անել համար։ Եթե ուզում եմ ինչ որ sentiment analyze անեմ, ասենք, չգիտեմ, իմանամ, ասի positive comment է, negative comment է, neutral text է, չգիտեմ, վատ բառեր են գրած ինչ որ չեմ անում։ Այդ դրա համար ես կարող եմ ուզեմ sentiment analyze, կարող եմ search, document retrieval եւ այլն, այդ ձևի task-եր ստանալու համար։ Ինքը շատ էժան մոդել է, այսինքն 1 միլիոն տոկեն, եթե ես որոշ շատ մեծ էլի տեքստային բանը անեմ, այդ ինձ վրա 15 ցենտ կնստի, եւ լավը դրա այնա, որ սովորաբար մենք embed ենք անում համեմատաբար կարճ տեքստեր։ Երկար տեքստերը մենք մի անգամ ենք embed անում, մեր dataset-երը եւ այլն embed ենք անում, պահում ենք։ Մնացածը, ասենք, ինչ որ user query-ներ ենք մենք embed անում։ Հեսա արդեն example-ների վրա կտենանք։ Okay, եւ ոնց ենք embedding-ներով սարքում semantic search, հեսա արդեն կոդը կնայենք։ Search, եթե ես sense մտածեմ, եթե ես վերցնեմ իմ ունեցած բոլոր item-ները, հա, database-ի, դա կարող լինի ցանկացած բան։ Եվ դրանք որպես text embed անեմ։ Կարամ հետո վերցնեմ user-ի գրած search query-ները embed անեմ ու գտնեմ որոնք են մոտիկ։ Կարամ։ Եթե կարամ տենց անեմ, ստացվում է ինձ պետք չի ես դնեմ keyword-ներով մանգամ։ Ну, շատ խորացած սցենարներում պետք է, այդ բավականին մեծ գիտություն է իմ արդեն, էլի, բայց գլոբալ ես կարամ իմաստային մարդու գրած տեքստով գտնեմ իմ database-ում ինչ որ բաներ ու ցույց տամ։ Հա, ու էդի ոնց որ բերում է ավելի intuitive user experience-ի, այսինքն user-ը free text կարող գրի թե ինքը ինչ է ման գալիս, ու նույնիսկ եթե ոչ մի keyword-ի ինքը չի կպնում, ինքը մեկը ոնց որ իմաստային ստանում է թե
ինչա իրան պետք։ Հիմա այդ դրա համար էսի շվատը աշխատում մուկս։ Կամ вообще չի աշխատում։ Yeah. Ահա։ Խաբետ sense էլի։ Կողմ պսա կախել։ Չէ, ոչ մի չեմ անում։ Լավ, հասակ արած ստե կլիկ անեմ ոնց որ թե։ Լավ, ոնց որ ինչ-որ բանը NG ինձ թվում է բանից է։ Լավ։ Մի րոպե, այս առաջի example-ը, այս երկրորդ example-ն է, հա, գնանք առաջի example-ի վրա։ Ունենք show-ի խանութ, սաղած նկարները AI generated-ը, սաղած edge-ը AI generated-ը, գաղափար չունեմ այդ HTML-ի մեջ ինչա գրած, ես մենակ այդ Node.js-ի մասը ստեղ գիտեմ ինչ ալնում։ Հիմա ես ուզում եմ ինչ-որ show փնտրեմ, ստե, ասենք չգիտեմ, մալինովի գույնի ժակետ եմ ուզում, ուստեղ իրականում չկա հենց մալինովի գույնի, էլի ժակետ այս database-ում, բայց կա կարող է օրինակ ինչ-որ ուրիշ գույնի, հա, չգիտեմ, նման գույնի, գիտեմ crimson jacket, դենա միշտ կբերի։ Ես չեմ հիշում անկեղծ ասած այս dataset-ում ինչեր կա։ Այդ հիմա որ search անենք, ինչ որ կարմիր բաներ բերեց։ Ես այդտեղ չունեմ, ասենք crimson գույնի, ունեմ red, crimson-ը անգլեն մալինովին էլի, եթե ինչ-որ մեկ տեղյակ չի։ Ունեմ red, բայց չնայած այս տեքստի մեջ ոչ միտեղ գրած չի crimson, ես crimson բառով դա կարացի գտնեմ։ Ես կարամ փնտրեմ ուրիշ լեզվով։ Այսաղ dataset-ը սա ցույց կտամ, էլի, սա dataset-ը անգլերենով է, այս մի հատ JSON ֆայլ է, էլի, այս բաները մեջ լցած են, բայց ես կարամ փնտրեմ ուրիշ լեզվով, էլի։ Ասենք ռուսերեն կարամ գնամ, красная рубашка։ Տենան կգտնի։ Ահա, ամենաառաջինը մենք ստացանք այս result-ը։ Ասենք եթե ես գրեմ, էլի ռուսերեն կամ եկեք հայերեն գրենք այս անգամ։ Ինչ օր է անում գրենք։ Եկեք գրենք կոշիկներ, տնանք են կոշիկները առաջինը կբերի, չեմ փորձել։ Երևի, հույս ունեմ կբերի։ Հա, առաջինը եկավ մեր կոշիկները։ Հիմա կոդի տեսանկյունից հասկանանք ոնց է սա աշխատում։ Դուք հայերեն է աշխատում, ռուսերեն է աշխատում, հա։ Ունենք database։ Եկեք մենք սա փակենք։ Ու զրոյից գանք։ Ունենք database, որը մի հատ db.json ֆայլ է ուղակի։ Ասենց սովորական item-ներ են գրած։ Մենք այդ database-ը մի հատ embed ենք անում։ Ոնց ենք embed անում, վերցնում ենք ուղղակի այդ բոլոր product-ները, մի հատ նախադասություն ենք ասում, ասում ենք դա name-ը, սա size-ը, սա price-ը, սա մի հատ text ստացանք, ոնց որ JSON-ը սարքինք մի հատ հարմար text, որը կարելի է embed անել։ Վերցրեցինք մեր Gemini API-ները, իրան ուղարկեցինք, ասացինք ուզում ենք embed անենք, embed content անենք։ Շատ հեշտ է դա անելը Google GenAI SDK-ով ուղղակի embed content call ենք անում, տալիս ենք թե ինչ content, դե տալիս ենք task type-ի, դե ասում ես սխալ եմ գրել, task type-ը, այդտեղ պետք է ներ document retrieval։ Բայց դա այս բանը կարևոր չի։ Ու ստացածները տանում պահում ենք sense մի հատ կատարած ֆայլի մեջ, embedding.json։ Ուրեմն եկեսի product-ի ID-ն է, էս էլ իր embedding-ն է, գնաց, մեծ կիլոմետրանոց vector, հա։ Բայց այս vector-ը մեզ հեսա թույլ է տալիս մենք normal search անենք, էլի։ Երբ որ ես գնում եմ ուրեմն semantic search-ը, այս առաջի example-ն է, այստեղ նորից վերցնում եմ Google GenAI SDK-ը, embed եմ անում արդեն user-ի ուղարկած query-ն, այսինքն ես երբ որ գրեցի կոշիկներ նոր, հա, դա եկավ ստեղ, մենք embed արեցինք դա, ստացանք մի հատ նոր vector։ Ու տեսեք vector-ներով ես չեմ կարա իրականում անեմ ոնց որ թե search, հա, ոնց որ մենք գիտենք օրինակ գրում ենք filter, եթե բռնում, հա, խի չեմ կարա, որովհետև exclude անելու princip այդտեղ չկա, էլի, vector-ները մոտիկ են կամ հեռու են։ Ես կարամ դասավորեմ ըստ մոտիկության ու վերցնեմ, ասենք թե top result-ները։ Սովորաբար այդ search-ը տենց է աշխատում։ Ինչ որ threshold-ներ կարանք դրենք, հա, եթե այսքանից ավելի հեռու է, դա արդեն մեզ պետք չի եւ այլն։ Global ստեղ իրականում ոնց որ թե ոչ թե search-ը աշխատում, այլ սորտավորում։ Հետո գնացինք այդ embedding.json-ը, որ արդեն embed էինք արել մի ժամանակ առաջ, ինքը embed արած դրած է, դա նորից embed չենք անում։ Ուղղակի embed ենք անում user-ը այդ մի հատ query-ին։ Ու անում ենք լրիվ ստեղ այս ամեն ինչը շատ պրիմիտիվ է գրած, սա ինտուիցիայի համար է, իրականում կան vector-ի database-եր եւ այլն, այդքան չենք խոհանում այսօր։ Կա library cosine similarity compute, այդ library-ով ուղղակի հին sense JSON data-ն վերցնում sort ենք անում ըստ cosine similarity, որոնք որ ավելի մոտիկ են, հայտնում են ավելի վերևը, հա, այդ array-ի ավելի առաջի էլեմենտներն են։ Ու հետո սիրուն վերադարձնում ենք front-end-ը նկարում է։ Ուտենց ստանում ենք semantic search։ Մեր սաղ item-ները անգլերեն լեզվով են ու կոնկրետ ֆիքսած բառեր են, բայց ես կարամ այդ նույն բառը հայերենով search անեմ ու մեկը իմ database-ում գտնեմ, առանց ոչ մի ինչ-որ բան անելու։ Ու ոնց տեսակ ստե մենք ինչ-որ LLM-ների API-ներին էլ չարեցինք call-եր, այն իմաստով, որ մենք նշի գնացինք Gemini-ին ասինք ինչ-որ բան գեներացրա այդ իմաստով։ Մենք embed արեցինք տեքստը, այդ embedding-ով մենք ինչ-որ գործ արեցինք։ Այդտեղ իրականում LLM-ի գործ ոնց որ առանձնապես չկար։
Նմանատիպ բաներ կարելի է շարունակել անել, ոնց որ այս հաջորդ example-ը որ տենանք, մենք կարանք նմանատիպ էլի ֆունկցիոնալություն ստանանք LLM-ներով արդեն օգտագործելով structured output-ներ։ Այսօր ուրիշ example-ը թե ոնց կարելի է օգտագործել էլի օրինակ search-ի համար, հա։ Հա, ես կարամ սովորաբար եթե ես անում եմ LLM API-ին ինչ-որ call, ես ոնց որ ասում եմ ինչ-որ text գեներացրա։ Եթե LLM-ը գեներացնում է text, կոդի տեսանկյունից ամենամեծ բանը որ կարանք հետը անենք, դա այնա որ ասենք, չգիտեմ, ինչ որ element get text content հավասար է այդ text-ին, դա այդքան էլ օգտակար չի, կամ եթե տենց ագրեսիվ ենք, ռիսկային մարդ ենք, կարանք գրենք inner HTML հավասար է ինչ որ գեներացրել է LLM-ը, մենք չենք ուզում տենց անենք, մենք ուզում ենք LLM-ը մեզ ավելի շատ ինստրուկցիա տա, որը կոդին մենք կարանք բացատրենք, որ okay, այս ձևի UI-ը պետք գեներացնել։ Դրա համար ես կարամ օգտագործեմ structured output, ես կարամ պահանջեմ LLM-ից, որ ինքը վերադարձնի ինչ որ տեսքի JSON ու այդ դրա հիման վրա ինչ որ գործ անի։ Ու դա ինքը LLM API-ների feature է, այսինքն մենք չենք հիմա prompt գրելու խնդրենք, ասենք լավ էլի մեզ sense ձևի JSON տուր, մենք ասելու ենք այս ձևի JSON տուր եւ գարանտիրованный ոնց որ մենք ստանալու ենք այդ JSON-ը, հա։ Եվ այդ example-ը տենալու համար մենք ունենք մի հատ ուրիշ edge, որ էլի չգիտեմ խիմու, այս մուկն է ինչ որ մի բան, այս մուկի հետ այն չի։ Ինձ մի 5 րոպե ավելացրեք էլի վերջում։ Այստեղ։ Այստեղ ոնց որ ունենք նույն edge-ի ուրիշ տարբերակն է, բայց այստեղ ոնց որ sense search-ա, հա, ունենք fielder, կարա լրացնի, կարա գրի price, կարա գրի չգիտեմ ինչ, այս նույն data set-ն է։ Բայց այս ոնց որ բանը, ծույլ մարդամ ալարմը այսքան գրեմ, դրա տեղը ուզում եմ գրեմ խոսքի red jacket ու ստեղ հայտնվի որ red jacket, հա, այս UI-ս update լինի այդ իմ գրած տեքստի հիման վրա։ Ոնց եմ ես դա անում։ Ես դա անում եմ հետո ես դաժե ստեղ կարամ ասեմ, եթե ես գրեմ cheap scarf խոսքի, պայմանական, ասենք Asian scarf եմ ման գալի ինձ, հա։ Ես ստեղ նույնիսկ կունենամ price range, հեսա կտենանք դա ոնց է կազմակերպվել։ Դա անելու համար մեզ երկու բան է ընդհանրապես պետք, մեզ պետք է սխեմա գրել։ Մենք չի երկար սխեմա, բայց ընդհանրապես այս սխեմայով մենք բացատրում ենք, որ մեզ վերադարձրա ինչ որ search object։ Այդ search-ը կարա ունենա size, այս տեսակի բաներով, կարա ունենա color, հա, այս color-ներն ենք ընդունում։ Կարա ունենա type, չգիտեմ, այս ձևի շորեր կան, հա, մեր database-ում։ Ունի min price, max price ու ինչ որ ordering, որն է required or required չի։ Սա մենք տալիս ենք Gemini API-ին այս օբյեկտը։ Տալիս ենք, ասում ենք այս ձևի JSON եմ խնդրում ինձ տուր, ուրիշ բան հանկարծ չտաս։ Երբ որ ես արդեն անում եմ, ուրեմն սա չէ, այլ semantic filter, հա։ Ես նորից վերցնում եմ այդ query-ն, embed չեմ անում արդեն, ես այդ query-ն վերցնում եմ եւ ստեղ ունեմ մի հատ կարճ prompt, որը հետարքիր բան է անում։ Ես մի հատ դեմից վերցնում եմ իմ սաղ product-ները, հաշվում եմ product-ներից միջին գինը, ամենացածերը, ամենաէժանը, ամենաթանկը, average-ը min-ը։ Ու մի հատ prompt եմ գրում, ասում եմ դու ոչմ sense assistant ես, այս իմ գներն ա որ ես ունեմ հիմա իմ database-ում, խնդրում եմ այս ձևի output տուր հիմնվելով user-ի query-ի վրա։ Ու արդեն ինքը user-ը չգիտի օրինակ մեր մոտ որն է Asian, բայց ինքը ուզում է էլի Asian, երբ որ ինքը գրում է cheap, մենք այս UI-ում կարող ենք կոնկրետ ֆիքսած թվերով գրենք, որ okay, մեր մոտ սա է էլի cheap, այս դրանով filter արա։ Ու տենց ստանում ենք ինչ որ generative UI։ UI, որը հարմար է արդեն user-ի համար ու ոնց որ էլի, տեսակ ոչ մի text generation չարեցինք։ Նու արեցինք, բայց իրականում արեցինք ինչ որ JSON-ի generation, որը մեր համար input-ա, որը թույլ է տալիս ինչ որ գործողություն անել UI-ում, ոչ միայն UI-ում, էլի, դա կարելի է օգտագործել որպես router, կարելի է օգտագործել որպես search object, հա։ Այդ մեզ structured output-ը նույն խնդրին մոտենալու ուրիշ ինչ որ տարբերակ։ Եվ մենք կարանք շատ ջղայնանանք, ասենք մենք ուզում ենք շատ advanced բաներ անենք եւ ասենք քիչ ենք կարող անենք machine learning, շատ բարդ է machine learning անելը։ Պարզվում է այդքան էլ բարդ չի։ Մենք կարանք embedding-ների հիման վրա անենք շատ ուժեղ բաներ։ Embedding-ը ոնց որ գործի 90%-ը մեր տեղը ասենք Google-ը արել է, հա, embed-ը արել իմաստը թվերի մեջ։ Հիմա մենք կարանք օգտագործելով դասական machine learning ալգորիթմներ ստանանք ինչ որ ֆունկցիոնալ, որը առաջ կարողա չկանանք երազենք, էլի, որ տենց առանց երկար սովորել հնարավոր է դա անել։ Շատ տարբեր բաներ կարելի անել։ Մի օրինակը, որի մասին կասենք, դա logistic regression է։ Logistic regression դա machine learning ալգորիթմը, որը թույլ է տալիս կլասիֆիկացիա անել։ Հիմնականում բինար կլասիֆիկացիա, այսինքն
A կատեգորիա թե B կատեգորիա, հա, ինչ որ մի բանը պատկանում է։ Բայց իրականում հնարավոր է նաև մուլտիկատեգորիա անել, այդ մի քիչ ավելի advanced է, բայց մոտավոր գաղափարապես նույնն է։ Ու այս դարում, քանի որ ունենք AI-ներ, այդ տրեյնինգները անելը էլ ավելի հեշտ է դարել, որտեղ եթե մենք գիտենք կոնկրետ մեր task-ը որն է, մենք կարանք օրինակ synthetic data գեներացնենք օգտագործելով AI։ Եթե ասենք շատ սպეციფიկ է չեն գտնում ինչ որ open data set-եր, կարանք դա անենք։ Ու կարանք decision making արդեն սկսենք անել, ոչ թե LLM-ին հարցնենք, ասենք ChatGPT խնդրում եմ ասա կամ Gemini խնդրում եմ ասա, այս գործողությունը անեմ թե այն գործողությունը, այլ եթե ես գիտեմ ինչ կլաստեր կան գործողությունների, ես կարամ իմ մաշինի վրա ոնց որ դա անեմ, փող չծախսեմ, չտամ նրան, որ ինչ որ գործողություն անեմ։ Այս լոգիստիկ ռեգրեսիայի վիզուալիզացիա է, հեսա կոդի մեջ կտենանք ոնց ենք անում, իրականում համարավերջման մենք չենք անում, էլի։ Իա իմաստենը պատկերացեք թվերը էտի էլի վեկտորներ են ինչ որ space-ում, հա, տվյալ պարագայում 2D է, բայց դե պատկերացրեք 3076D է, եւ լոգիստիկ ռեգրեսիան sense ինչ որ ֆունկցիա է կարողանում հորինի data-ի վրա հիմնվելով, որը որ երկու կատեգորիայի է բաժանում այս երկու տարբեր վեկտորների խմբերը, հա։ Հիմա ես օրինակ հեսա example-ը որ ցույց տամ, իմ նպատակը այն էր, որ ասենք ես այս խանութը սարքել եմ, հա, on-line, ես ուզում եմ, որ մարդիկ երբ որ մտնեն search գրեն, ամեն search-ի վրա մի փոքր, բայց փող է նստում։ Ես ուզում եմ, եթե մարդը valid search query է գրել, այդ valid search query-ին ես գնամ փող ծախսեմ ու իրան ինչ որ result ստամ։ Եթե մարդը մտել է անկապ հարց է գրել կամ ինչ որ անկապ տեքստ է գրել, ես չեմ ուզում փող ծախսեմ ու ասենք LLM-ին գնամ փող տամ, որ անկապ պատասխան ստանամ։ Դրա տեղը ես ասում եմ չեմ կարա, ես հավաքեմ մի dataset valid ու invalid query-ների, embed անեմ ու դրա հիման վրա train անեմ տենց ալգորիթմ, որը հենց իմ մաշինի վրա ոնց որ կասի, չէ, էսի invalid query է, էսի մի պատասխան է այս հարցին, հա։ Կարամ օգտագործելով լոգիստիկ ռեգրեսիան։ Եկեք տենանք ոնց ենք դա անում կոդի տեսանկյունից, օգտագործում ենք ուրեմն տենց library կա, հա, առաջի քայլը որ անում ենք դա հավաքելն է dataset-ը հավաքել եմ լրիվ օգտագործելով, էլի պրոստը բացել եմ Gemini-ին, ասել եմ sense մի հատ dataset գեներացրա, ստեղ ինչ որ example-ներ են normal valid ինչ որ search-երի անգլերեն լեզվով, հա, ու շատ չխորանանք, ասել եմ sense ինչ որ բաներ գեներացրա, որ կանամ ես train անեմ։ Բոլորը ունեն text ու label, այսինքն այս text-ն է, label-ը valid, այսինքն սա valid search է։ Եթե այս ձևի ինչ որ search գրվի այդ input-ում, ես կստանամ okay, կարելի է աշխատել այդ search-ի հետ։ Ու ստեղ երբ որ շարունակենք կան, ասենք invalid ինչ որ search-էր։ Այս նրանք արդեն ինչ որ նախադասություններ են, որոնք կապ չունեն այդքան մեր խնդրի հետ, որը մենք այս ձևի նախադասություններ չենք ուզում։ Երկրորդ քայլը այն է եղել, որ ուղղակի սարքել ենք մի հատ embed training.js file, որը վերցրել է այդ սաղ ֆայլերը, այստեղ կարանք շատ չխորանանք էլի, որովհետև իմաստը զուտ այնա, որ այն dataset-ը, որ նոր տեսանք, տեքստերը սարքենք embedding-ներ, թվեր, որ կանանք machine learning train անենք։ Ու ստեղ կարևոր բանը մենակ այնա, որ տվել ենք task type classification, ստեղ ճիշտ ենք տվել, որովհետև classification-ի համար ենք ուզում embed անենք, որ հեսա train անենք։ Ու ունենք մի հատ learn.js file, որը մի անգամ ես արդեն աշխատացրել եմ, հիմա run չենք անում նորից սովորում է, ասենց library կա JS regression, մի քանի տարբեր ռեգրեսիա ալգորիթմներ թույլ է տալիս, նույնիսկ browser-ում կարաս աշխատացնես, եթե կարողանաս համոզես, որ web GPU-ով աշխատի, էլի, մի քիչ դժվար է, բայց կարաս։ Ստեղ, հա, այս JS regression ուղղակի ստեղծում ենք logistic regression-ի example, ստեղ կարևորը, ստեղ իրականում շատ թույլ է արած այս logistic regression-ը, չնայած էլի բավականին լավ արդյունք տվել է թույլ, որտեղ ընդամենը 10 իտերացիա է աշխատել այդ dataset-ի վրա, ավելի երկար որ աշխատել, ավելի լավ result կստանանք։ Ու ընդամենը dataset-ը վերցրել եմ, մի հատ shuffle եմ արել, այդ կարևոր է, էլի, այտենց training-ներ անելուց առաջ պետք է խառնել մի հատ dataset-ը։ Ուստի ոնց որ բառ չկա, կանչել ենք feed function-ը։ Feed-ը այն նախորդ նկարի վրա որ տեսանք sense գիծ է նկարած, այդ բառացի անգլերեն ոնց որ ինքը ասի, մի հատ գիծ ինչ որ feed հարա, հա, այդ երկու embedding-ների միջև մի հատ սահման դիր, որ էսի մի կլասն է, էսի մի կլասն է։ Հետո save ենք անում մի հատ JSON ֆայլի մեջ, որից JSON ֆայլից արդեն կարդում ու response-ը տալիս ենք, էլի։ Այստեղ դրա համար ունենք այս training-ն է, այսինքն training-ը արա, ինչ որ result-ը տվել է, result-ը հեսա կտենանք։ Ու ստեղ ունենք predict.js ֆայլում ուղղակի function, որը արդեն այդ JSON ֆայլից կարդում է train արած վերջնական մոդելի տեսքը, դրա հիման վրա անում է prediction։ Սա օգտագործում ենք բանի մեջ, մեր call-երի մեջ, հիմա նայենք այս վերևի մասերում, օրինակ այդ նույն semantic filter example-ը, որ նոր մենք նայում ենք։ Երբ որ ես ստանում եմ query, ես հələ գործ չեմ անում այդ query-ի հետ։ Ես մենակ embed եմ անում ու փորձում եմ predict անեմ։ Predict եմ անում, եթե valid չի, ես error եմ տալիս։ Որպեսզի լավ պատկերացնենք, նայենք example-ը։
Ես հիմա ստեղ դա տեսակ, ինչ որ normal query-ներ որ գրեցի մի քանի հատ, ասենք, short search անելու, դա okay էր։ Ինչ կլինի, եթե ես ասենք գրեմ, չգիտեմ, խա ամեն անգամ այդ նաղդասությունն եմ գրում, չեմ անում, ինչի է դա մոտս առաջանում, ինչ։ Դեռիվ անկապ բան գրեմ։ Fully stupid thing։ Տենանք ճիշտ կհասկանա թե չէ։ Չէ, էսի ճիշտ է։ Ինձ թվում է այնտեղ dataset-ը մի քիչ շատ է հարցերի վրա թեքված, կարող գնանք where is Yerevan located խոսքի, sense հարց գրենք ու ստացանք error, input query is invalid։ Որովհետև էսի հարցը, որը relevant չի մեր dataset-ին, որը մենք այնտեղ կազմել էինք հարցեր, որոնք շորի մասին query-ներ են, հա, այս example-ում, ինքը դրանց մոտիկ չի։ Ну, իդեալական չի ոնց տեսակ, հիմա հաստատ մի երկու անկապ կան կարող լինի, որ ես գրեմ ինքը սխալ տա, որտեղ շատ երկար իրան train չեմ արել ու ոչ շատ մեծ dataset-ի վրա, բայց այստեղ իրականում մնացած քայլերը, որ մնում են իրան իդեալական հասցնելու, դա ավելի երկար train անել ու ավելի շատ data հավաքել։ Այսինքն scaling-ի հարցը իրան բերել իդեալական վիճակի։ Բայց ինքը կարողանում է հասկանալ, որ քեզ թույլ տա, որ դու ջոգես, որ հա, okay, այս խնդիրը ես օրինակ ուզում եմ լուծեմ, այս խնդիրը կամ route անել դեպի ինչ որ ուրիշ հարց կամ չգիտեմ ինչ։ Նաև դա օգտակար է, եթե օրինակ reg եք հավաքում, հա, retrieval augmented generation-ով ինչ որ chatbot։ Ես անում եմ դա, համար չուզեցի դա ցույց տամ, էլի այստեղ։ Բայց դա թույլ է տալիս օրինակ optimization-ներ անել այդտեղ։ Օրինակ ես գործի տեղը որ հավաքում եմ հիմա տենց մի հատ chatbot, այդ chatbot-ին եթե դու գրես օրինակ hello, ինքը շատ պատասխանից լինի արագ, կասի ինչ որ hello, I am ինչ որ chatbot, I am here to help you, որտեղ իրականում մտեղ ոչ մի LLM-ը չի աշխատում։ Մենք classify ենք անում, որ դա ինչ որ greeting է, հա։ Ու մենք ունենք 20 հատ պատրաստի greeting գրած, մեկը random հետ ենք տալիս այդ greeting-ներից։ Ու փող ու ժամանակ չենք ծախսում նրա վրա, որ user-ը անկապ մտելա chatbot-ին գրելա hello, ու մենք հիմա գնանք LLM-ին ասենք, օ, user-ը գրելա hello, այտենց քո prompt-ն էլ ոնց որ optimize լինում, էլ դու չես LLM-ին բացատրում, որ կարող բարևի։ Կամ եթե գրես thank you, դրան կա ինչ որ հատուկ պատասխան։ Անկապ տեքստ գրես, դրան էլ կա ինչ որ պատասխան։ Այսինքն թույլ է տալիս optimize անել, հասկանալ թե կենտրոնացնել կոպիտ ասած քո այդ AI pipeline-ը մենակ այն խնդիրների վրա, որ ուզում ես լուծել, կամ հասկանալ թե որ խնդիրն է պետք լուծել, ելի հիմնվելով այդ կլասիֆիկացիայի վրա։ Դրանց բաները մեզ թույլ տալիս անել logistic regression-ը, որը շատ ծանր ML ալգորիթմ չի, այսինքն դեզին չի պահանջում, որ դնեք սարքեք նեյրոնային ցանցեր կամ dataset, մի քիչ հետը խաղալ embedding-ներ եւ վերջում logistic regression ու կարաք ինչ որ ռեզուլտատ ստանաք։ Ինչ հասկացանք, որ այսօրվա դրությամբ շատ հեշտ է AI powered ինչ որ feature-ներ ավելացնել մեր ծրագրերի մեջ JavaScript-ում։ LLM-ները ու իրանցից բխող ամեն ինչը կարելի է օգտագործել շատ ավելի ինչ որ հետաքրքիր ֆունկցիոնալ ստանալու համար, քան մենակ text կամ, չգիտեմ, image generation-ը։ Gemini embedding-ները շատ ուժեղ embedding մոդելը մեզ թույլ է տալիս այդ բոլոր ֆունկցիոնալությունները, որ այսօր տենանք եւ ավելին, բոլոր example-ները չի, որ իրականում մենք այսօր տեսանք, թույլ է տալիս դա անել, structured output-ներն էլ նույնիսկ կարելի է օգտագործել, որ ստանանք ոչ թե text մարդկանց ուղղակի display անելու համար, այլ ստանանք ինչ որ օբյեկտներ, որոնց վրա կարող ենք անել ինչ որ action-ներ։ Semantic search, retrieval augmented generation եւ այլն եւ այլն։ Ու վերջում էլ հա դա տեսանք, որ կանանք machine learning-ել անենք embedding-ներով։ Դա իրականում շատ հեղափոխական բան է, որովհետև եթե ծանոթանաք, ասենք, այդ LLM-ների եւ ընդհանրապես NLP programming machine learning-ի պատմության հետ, կիմանաք, որ ասենք մի 10 տարի առաջ տեքստերի մեջ train անելը, թե ինչը ինչ է նշանակում, ինչի ոնց է պետք classify անել, բավականին բարդ եւ resource intensive task էր։ Այսօր այս embedding-ների շնորհիվ կարելի է մի կես ժամում ինչ որ աշխատող բան սարքել։ Մենակ թե dataset ունենաս, որն էլ AI-ով կարող գեներացնես լիքը տեղ կամ գտնես open dataset-եր։ Այսի ես ինքս ինձ եմ ռեկլամ անում Angular-ի մասին չթողեցին խոսամ, բայց ես Angular-ի գիրք եմ գրել, եթե Angular-ը կանում կարաք առնեք։ Կարաք մոտենեք ինձ, ես 20 հատ ունեմ, կարամ ծախեմ դες։ Այս տարի է հելել, այդքան հին չի։ Շնորհակալություն։